Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Հոգևոր զրույցների եթերում Տեր Զգոն Քահանա Աբրահամյանը եւ լրագրող Արաքս Պողոսյանն են։ Օրհնյա Տեր Հայր։ Աստված օրհնի։ Մեր զրույցի թեման է 7 մահացու մեղքերից ագահությունը։ Տեր Հայր, ինչու է այս մեղքը եւս դիտվում մահացու։ Ես կասեի, սա մի երևույթ է, որը ոչ միայն պարզապես մահացու մեղք է, այլ ամենասարսափելի հետևանքները թողող մեղք է ի տարբերություն մնացածի, որովհետև երբ նայենք կյանքի բոլոր բազմատեսակ չարիքներին, կտեսնենք այդ ամենում ագահության հետքը։ Այդ բոլոր խնդիրները եւ հասարակության մեջ տիրող տարբեր տեսակի խնդիրները, անարդարությունները, նաև անգամ երկրների միջև պատերազմները, բոլորի հիմքում ընկած է մարդու ներքին ագահությունը։ Սա սարսափելի մի երևույթ է, որը ավիրվածություններ է գործում ամբողջ մարդկության նկատմամբ, երբ մենք քննենք, թե ինչ կարող է մեզ բերել այս երևույթը, կտեսնենք, որ ամեն քայլին, ամեն գործողության մեջ դա մեզ մեծապես վնաս է պատճառում։ Եվս երևույթին սա այն մեղքերի թվում է, որը միայն մարդուն չի վնասում, այլև շրջապատին։ Միանշանակ, այո, բոլորին է վնասում։ Սա երևույթ է, որը ըստ էության ծագելով մարդու մեջ բերում է որոշակի հետևանքների։ Մարդիկ հաճախ ագահությունը շփոթում են ժլատության հետ։ Ժլատությունը ընդամենը ագահության մեկ դրսևորման ձև է։ Իրականում ագահությունը ունի բազմատեսակ դրսևորումներ, այդ թվում նաև երբ մարդը կամենում է պարզ իր եկամուտով չբավարարվելով, կամենում է ավելին ձեռք բերել եւ դիմում է անօրեն քայլերի, գողության, կաշառակիրության, երբ աշխատավարձը բավարար չէ իրեն։ Դիմում է նաև այլ մարդկանց աշխատանքի, կարծես աչքը դնելով փորձում է այդ աշխատանքի տեղը դիրքը գրավել, պաշտոնը գրավել, որպեսզի իր վիճակը առավել բարելավի եւ այդ նպատակից դիմում է չար քայլերի, գործողությունների։ Մինչ այսօր էլ մենք տեսնում ենք համաշխարհային այսպիսի պատմության մեջ իրավիճակում պատերազմներ, որոնք բոլորը ըստ էության ագահության հետևանք են։ Տեսնենք արաբական երկրների պատերազմները, որոնց բուն պատճառը այդ երկրների եղած նավթն է, այո, ընդերքն է, գազն է, որին ցանկանում են տիրանալ եւ այսպիսի պատերազմներ են հրահրվում։ Նույնը տեսնում ենք Աֆղանստանում, որտեղ թմրանյութի մեջ շահ կա, որն էլ նույնպես հրահրում է պատերազմների։ Այսինքն այդ ագահությունը բերում է այսպիսի սարսափելի ծանր հետևանքների, որի արդյունքում միլիոնավոր մարդիկ են զոհվում, նահատակվում այս մարդկային ներքին չարիքի հետ, որ ըստ էության հոգու հիվանդություն է եւ կասեի ձեռք բերովի հիվանդություն է, որովհետեւ մարդը այդ ագահությամբ չի լույս աշխարհ գալիս եւ դրա ապացույցը այն է, որ ոմանք կարողանում են ձեռբազատվել այդ հիվանդությունից, ինչը նշանակում է, որ դա բնական չէր բոլորովին մարդու համար, այլ ըստ էության կյանքի ազդեցությունից ձեռք բերած մի երևույթ է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Զգուշ եղեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից»։ Ըստ էության շատ կարևոր է, որ մենք Սուրբ Գրքից բոլոր օրինակները կապված ագահության հետ վերցանենք եւ հետեւություններ անենք։ Հետեւությունները հետեւյալն են, որ մենք տեսնում ենք նախ եւ առաջ Հուդայի օրինակը։ Հուդան, որ Քրիստոսի կողքներ մշտապես լսում էր Աստծո որդու խրատները, որ մշտապես տեսնում էր իր գործած հրաշքները, իր աչքի առաջ էր այդ ամենը։ Այնուամենայնիվ նա ինչ կատարեց, նա ըստ էության գումար էր կողանում եկեղեցու գանձանակից եւ ինչի հետևանքով էլ դարձավ անարժան Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելու առաջի պատարագի ժամանակ եւ դիվահարվելով դավաճանեց Քրիստոսին։ Ահա տեսեք ինչ սարսափելի հետևանքների բերեց մի անձի արծաթասիրությունը, որ ըստ էության ագահության հետևանք է։
Եվ նրա արծաթասիրության մասին նաև շեշտվում է, որ նա գանձանակից գումար էր թռցնում։ Նման օրինակ կարող ենք տեսնել Աստվածաշնչում նաև կապված այն երիտասարդ մեծահարուստի հետ, ով մոտեցավ Քրիստոսին, ով ասեց, որ ինչպես նա կարող է փրկվել, եւ ասեց, որ բոլոր պատվիրանները փոքրուց պահել է, եւ ըստ էության այդ անձնավորությունը դաստիարակվել էր բարեպաշտ սկզբունքներով եւ տիրապետում էր հոգեվոր բոլոր գիտելիքներին անհրաժեշտ եւ իր կյանքում ջանք էր գործադրել ապրել բարեպաշտ կյանքով, ինչպես քննում ես եւ հասկանում ես այդ ամենից, բայց ուներ մի թերություն, որը իրեն թույլ չտվեց գնալ փրկության ճանապարհով, թերություն, որը ագահություն է, որը իր կապվածությունն էր իր հարստության հետ, այդ կապվածությունն էլ, ինչպես բացատրում է Քրիստոս, ասում է ավելի շուտ, պարան ասեղի անցքով կանցնի կամ մի այլ թարգմանություններում գրված է, ուխտը ասեղի անցքով կանցնի, քան հարուստը կմտնի արքայություն։ Տեր հայր, այդ օրինակով մեծահարուստի նաև երևում էր, որ մեր Տերը նրան ուզում էր իրեն աշակերտ դարձնել, քանի որ նա օրինապահորեն կատարում էր օրենքը, մարգարեները եւ այնինչ իրենից պահանջվում էր որպես ճշմարիտ հավատավոր մեկից, նա այդ ամենը տալիս էր տաճարին եւ սակայն մեծ կարեւոր մի բան հրաժարվեց տալ եւ դրա դիմաց պիտի ստանար աշակերտություն, այսինքն տիրոջ աշակերտը լինելու այդ բացառիկ կանչվածությունը պիտի ստանար, ինչից փաստորեն հրաժարվեց։ Ահա, միանշանակ տեսնում ենք հետևանքը ագահության, արծաթասիրության, մեր կապվածության, մեր նյութական արժեքների հետ, որ բոլորս էլ այս կամ այն չափով ունենք, եւ դա ըստ էության բեռ է, որը թույլ չի տալիս գնալ փրկության ճանապարհով, որը արգելափակում է մեր հոգու կատարելագործումը։ Պատկերացրեք, երբ մարդ նավապեկության ժամանակ որոշի իր հետ միասին նաև իր ունեցվածքը փրկել եւ ունեցվածքով նետվի ջուրը եւ ինքը կխորտակվի եւ իր ունեցվածքը կոչնչանա, կամ եթե մարդ հրդեհի ժամանակ որոշի եւ իր ունեցվածքը փրկել եւ իրեն փրկել, այդ ժամանակ եւ ինքը կայրվի եւ ունեցվածքը, այդ բեռի պես մեր այդ կապվածությունը մեր նյութական արժեքների հետ, նյութական աշխարհի հետ մեզ բռնում եւ թույլ չի տալիս քայլել փրկության ճանապարհով, հոգու կատարելության ճանապարհով դեպի երկնային հավիտենական արքայություն։ Մենք պետք է կարողանանք հոգեբանորեն այդ կապվածությունից ձեռք ազատվել, մեր սիրտը չկապել ոչ մի նյութական արժեքի հետ։ Եվ տեսեք, այստեղ ագահության մեջ հետևյալ խնդիրը կա, սա սիրո պակասի հետևանք է, մարդասիրության պակասի հետևանք է, որովհետև ըստ էության եթե մենք սիրեինք մերձավորին այնպես ինչպես ինքներս մեզ էինք սիրում, ապա մենք հարուստ չէինք դառնա երբևիցե։ Մենք կխնամենք, կօգնենք, կհասնենք բոլորին, ովքեր ինչի կարիք ունեն, եւ դա թույլ չէր տա մեզ հարստանալ։ Եվ հենց այստեղ է երևում, որ մարդը եսասիրությամբ տարվելով եւ մարելով իր մեջ մարդասիրությունը հայտնվում է այդ ագահության թակարդի մեջ, որը տանում է մարդուն հոգեպես կործանման։ Մենք գիտենք նաեւ, ասենք 2008 թվականի այդ ընդհանուր ճգնաժամի ժամանակ, որ որոշ մարդիկ, ովքեր կորցրեցին խոշոր գումարներ, ինքնասպանության դիմեցին։ Այո։ Սա ինչ է նշանակում, որ մարդը իր ունեցվածքի գերին է։ Եվ ըստ էության այստեղ կարելի է հիշել Պողոս առաքյալի խոսքերով, ասում է, արծաթասերը նման է կռապաշտի, որովհետև պաշտում է իր ունեցվածքը ըստ էության։ Այո, չի խոնարհվում, ինչպես կուռքերին հեթանոսներն են խոնարհվում, բայց բերում է ամբողջությամբ իր կյանքը զոհաբերում է իր ունեցվածքին, նվիրվում է ծառայության սեփական ունեցվածքին։ Այսպիսի սարսափելի վիճակի է հասցնում մարդն, ասում է, գիտես ինչ, դուք պետք է քո հարազատներին չսիրես, քո մերձավորներին անտեսես, ատես, այլ միայն քեզ զոհաբերես ինձ։ Սա է, որ մարդուն կործանում է։ Այդ օրինակը, որ բերեցիք ինքնասպանությունների, երբ հարուստը կորցնում է իր մի քանի միլիոնները կամ միլիարդները, դա խոսում է նրա մի քիչ պակաս հարուստ լինելու հարվածին չդիմանալու մասին, թե կարգավիճակ կորցնելու, այսպես ստատուս կորցնելու, այսինքն մարդը չի դիմանում հասարակության մեջ իր ունեցած կարգավիճակը կորցնելուն։
Գիտեք ինչ, մարդու կյանքի իմաստն էր դարձել այդ ունեցվածքի պահպանումը եւ մեծացնելը։ Եվ որ նա կորցրեց այդ ամենը, նա կորցրեց իր կյանքի իմաստը, իր ամբողջ կյանքի չարչարանքի արդյունքը կորցրեց։ Սա էլ իրեն մղեց ինքնասպանության։ Այսինքն կարգավիճակը հասարակության մեջ գումարով ունեցած հարստությամբ չէ, որ պետք է չափվի եւ հույսը դրա վրա Այո, մենք պետք է նախ մեր կյանքի իմաստը ճիշտ հասկանանք։ Սա մի կարճ ժամանակ չէ երկրի վրա, որ պետք է աշխատենք հնարավորինս շատ բարիքներ քաղել, քանի ողջենք, կամ ինչ-որ բան ստեղծել, մտածելով, թե դա որևիցե օգուտ կտա մեզ։ Ինչ էլ որ մարդիկ հին ժամանակներում էլ ստեղծել են, հարուստներ միշտ էլ եղել են, ստեղծել են շենքեր, տարբեր տաճարներ, սեփական անձի փառավորման համար ոսկեպատ կառքեր, գեղեցիկ ձիերով, ուր է այդ ամենը։ Չկա եւ իրենց անուններն էլ չկան, բայց իրենց հոգիները այսօր ցավոք սրտի իհարկե աչակողմյան դասում չեն երկնքում։ Մենք պետք է հասկանանք, սիրելի բարեկամներ, որ մարդը պետք է իր կյանքի գլխավոր նպատակը դարձնի փրկությունը եւ այս կյանքի բոլոր դրվագները ծառայեցնի իր հոգու փրկությանը, այսինքն անտեսի նյութական բոլոր արժեքները։ Դա չի նշանակում, որ ես առաջարկում եմ ամբողջ ունեցվածքից հրաժարվեք։ Ես առաջարկում եմ, որ ձեր սիրտը կտրեք այդ ամենից եւ ապրեք հետեւյալ սկզբունքով, որ ոչ մեկին վնաս չտաք ձեր շահերից ելնելով եւ հնարավորության սահմաններում օգնեք նրանց, ովքեր կարիք ունեն ձեր օգնության։ Դուք շահերի մասին խոսեցիք եւ սակայն Տեր Հայր դա առաջին հայացքից է սեփական շահ դիտվում, իրականում կարելի ասել, որ դա հենց սեփական իրական շահին հակասող շահ է, որը մարդը չի գիտակցում։ Այո, դա իհարկե հավատքի պակաս է, որ մարդը չի կարողանում գիտակցել, որ հետեւյալ սկզբունքը Աստծո առաջարկած, Աստված ասում է. բարի գործի դիմաց 100-պատիկ կորտնեմ, չար գործի դիմաց 10-պատիկ կպատժեմ։ Ուրեմն ինչ որ անում է մարդ նախ եւ առաջ ինքն իր հանդեպ է անում։ Բարին կգործի ուրիշի հանդեպ, իր շահից է դա բխում, նա 100-պատիկ կորտնվի։ Չարը կգործի կարծելով, թե շահում է դրանից, նա իրականում 10-պատիկ կպատժվի։ Մարդ պետք է գիտակցի, հասկանա, որ ամեն բան Աստծո հսկողության տակ է եւ իր կյանքը կառուցի միշտ հաշվի առնելով Աստծո կամքը եւ իր գործողությունները միշտ քննի, տեսնի որքանով է համապատասխանում իր քայլերը Աստծո կամքին, սիրո պատվիրանին եւ այլ քրիստոնեական բոլոր պատվիրաններին։ Ժլատությունը փաստորեն ագահությանը զուգընթաց վիճակ է մարդու մեջ եւ դուք խոսեցիք, որ ագահ մարդը ոչ ոքի չի կարող իրականում սիրել, բացի իր սիրո հիմնական առարկայից, ավելի շուտ կապվածության, եւ հակառակն էլ ասենք Տեր Հայր, որ հետեւաբար նաեւ չի կարող սիրված լինել, ինչի կարիքը մարդը ունի։ Բնականաբար արտաքինից կարող է այդպիսի վիճակ ստեղծվել, որ նման մարդուն պատվում են, հարգում են, բայց հաճախ դա անում են, որպեսզի ավելի շատ իրենից վնաս չկրեն, երկյուղելով, որ այդ մարդը կարող է իր հնարավորությունները օգտագործելով ավելի շատ վնաս պատճառել եւ արտաքինից ստեղծում է մի վիճակ, թե իբր թե իրեն պատվում են, մեծարում են, հարգում են, բայց իրականում իրեն բնականաբար ոչ մեկ սիրել չի կարող։ Եվ այստեղ մենք սիրելի բարեկամներ պիտի կարողանանք մեր ճիշտ մոտեցումը տեսնել, որ մենք ըստ էության պետք է հասկանանք, որ մարդիկ սիրում են նրան, ովքեր հոգով բարի են, ովքեր բարեպաշտ են։ Սա է գնահատվում մարդու կողմից, բայց դա էլ էական չէ, դա էլ կարևոր չէ։ Կարևոր չէ մարդիկ կգնահատեն մեր ճիշտ քայլերը, թե ոչ։ Կարևորը որ կանգնելով Աստծո առաջ մենք արժանանանք Աստծո փրկությանը, հրեշտակների գովասանքին։ Գիտեք, դատաստանի օրը մարդիկ մեզ չեն դատելու։ Հետևաբար էական չէ մարդկանց գնահատանքը մեր գործողությունների համար։ Կգնահատեն մեր բարի քայլը, թե կչարաշահեն մեր բարի քայլը։ Մենք չպետք է դա հաշվի առնենք, այլ պետք է հաշվի առնենք այն, թե Աստծո առաջ ճիշտ ենք վարվել, թե ոչ։
հետագայի մեր գործողություններն էլ պայմանավորելով միայն Աստծով, այլ ոչ թե մարդկանց վերաբերմունքով։ Մեր Տերը երբ ասաց զգույշ եղեք ամեն տեսակի ագահությունից, նաև դրանից հետո պատմեց մի առակ անմիտ մեծահարուստի մասին, ով մինչ մտածում էր իր կուտակած հարստությունը վայելելու մասին, Աստված հենց այդ գիշեր վերցրեց նրա հոգին։ Եվ այս միամիտ համոզվածությունը ագահ եւ ժլատ մարդկանց, ովքեր մտածում են, որ միշտ ապրելու են այս երկրի վրա եւ իրենց հարստությանը տեր են լինելու, իրականում հենց նրանք էլ ունեն ներքին վախ, անընդհատ սպասում, որ գուցե կորցնեն այն ամենը, ինչ ձեռք են բերել այս կյանքում, այսինքն երկակի երկփեղկված վիճակում են եւ հավերժական այսպես հոգու տառապանքի մեջ են։ Այսպիսի մի սուրբ հայրերը օրինակ են բերում, ասում են, հանքերից հանում են ոսկիները, փորում հանում են, հետո տանում են իրենց տան տակ, նորից հորում են այդ նույն գանձերը հողի մեջ, սա մեծագույն իհարկե անմտություն է։ Անմտություն, հիմարություն, մանավանդ որ Աստված իր իմաստությամբ այնպես է կարգել, որ մարդուն հայտնի չէ վաղը ինքը ողջ կլինի, թե ոչ։ Յուրաքանչյուր օր կարող է Աստված մարդու հոգին առնել։ Այսպես է կազմակերպել Աստված, որպեսզի մարդը իր ուղիները շտկի, անհոգության գիրկը չընկնի, չմտածի, թե այսքան տարի պիտի ապրեմ, կյանքս կառուցեմ, այս տարիներին համապատասխան իմ խնդիրները բազմաթիվ լուծեմ, վայելեմ կյանքս, այլ ամեն օր մտածի, որ կարող է կանգնել Աստծո առաջ, եւ իր ուղիները շտկի Աստծո առաջ, որպեսզի կանգնելով Աստծո առաջ ինքը չհամաչի իր ապրած կյանքից, չարժանանա դատապարտության Աստծո, այլ արժանանա գովասանքի եւ փրկության։ Ալեքսանդր Մակեդոնացին մեռնելուց առաջ խնդրել էր անպայման իր ձեռքերը բաց թողնել դագաղում, որպեսզի բոլորը տեսնեն, որ դատարկաձեռն եկավ եւ դատարկաձեռն էլ գնում է այս աշխարհից, եւ նաեւ մի առակ կամ մի ունեցվածքի տեր մի մարդու մասին, որը չափազանց ագահ, արծաթասեր եւ անհագ էր, որ երբեք աղքատներին ողորմություն չէր տալիս, բարեգործություն չէր անում, ոչ էլ կարոտյալների պետքերն էր հոգում, եւ այնպես եղավ, որ հանկարծակի մեռավ։ Նրա բարեկամները եւ ազգականները կարգադրեցին նրան հերձել, որպեսզի տեսնեն, թե որն էր նրա հանկարծահաս մահվան պատճառը, եւ երբ հերձեցին նրան եւ սիրտը չգտան, սարսափահար եղան, ապա բոլորն էլ գնացին այն սենյակը, որտեղ գանձն էր պահում, բացեցին գանձապահարանը եւ հանգուցյալ մարդու սիրտը գտան սատանայի ձեռքերում, որ վիշապակերտ կերպ նստել եւ պատառոտում էր այն։ Եվ նրանց, ովքեր նայում էին, ասաց. այս ոսկին եւ արծաթը իր սրտի գինն են, որոնց դիմաց ձեր բարեկամը վաճառել է ինձ։ Իրավամբ այն իմ սեփականությունն է, ինչ կամենամ, այն էլ կանեմ։ Այս առակը ինչի մասին է խոսում։ Հիասքանչ առակ է, որը խոսում է այն մասին, որ մարդը իրապես հոգով սրտով դառնում է իր ունեցվածքի գերին, ծառայում է իր ունեցվածքին, այսինքն սիրտն է հանձնում այդ ունեցվածքին։ Սա ըստ էության ավելի մեծ չարիք է, քան կռապաշտությունը, որովհետև հեթանոսները իրականում իրենց սիրտը չէին հանձնում իրենց կուռքերին, չէին սիրում ու նվիրվում իրենց կուռքերին, որքան մարդը իր ունեցվածքին այսօր այս ժամանակներում, որ մենք տեսնում ենք։ Սա իրոք սարսափելի բան է, որովհետև այդ սիրտը գրավելով ոչ միայն Աստծուց է մարդուն կտրում, այլ նաև կտրում է իր հարազատներից, բարեկամներից, ընկերներից, ամեն ինչը վերածում է նյութական շահի, արժեքի, ոչ մի չափանիշներ ըստ էության չեն գործում արդեն մարդկային չափանիշներ մարդու կյանքում, նույնիսկ ամուսնանալիս էլ մարդը ոչ թե ընտրում է բարեպաշտ մի աղջնակիր ընտանիքի համար, այլ ընտրում է հարուստ ծնողի դստեր, անկախ նրանից անձը այդ դստեր հաջող է թե անհաջող է, ըստ էության իրեն մատնում է հաճախ դժբախտության, նյութական արժեքների, եւ ըստ էության մենք պետք է հասկանանք, որ մեր կյանքի բոլոր այս տհաճ սարսափելի երևույթները, որ մեզ շրջապատում են, խնդիրները, անարդարությունները, դժբախտությունները բազմատեսակ, հենց նախ եւ առաջ մեր ներքին ագահության հետևանքն են, որ մենք պետք է վերացնենք մեր սրտից, մեր հոգուց կտրենք, հանենք, շպրտենք, դուրս նետենք եւ վստահենք մեր կյանքը Աստծուն եւ ապրենք այնպես, որ մենք այսօր այստեղ ենք, վաղը հանդերձյալում ենք եւ այդպիսի անցորդի կյանքով ապրելով միշտ մեզանից սեր ու բարություն բխեցնենք Աստծո պատվիրանները իրագործելով մեր կյանքում։
Եվ նաև քիչ չեն դեպքերը, երբ ժլատ մարդը հրաժարվում է ամուսնությունից, երեխաներ, կին ունենալուց, մտածելով, որ այդ ամենը կարող է սպառել իր ունեցած հարստությունը եւ այդ ամենը կանդրադառնա իր եկամուտների վրա, կմսխեն նրանք իր ամբողջ ունեցվածքը եւ գերադասում է մենակ մնալ։ Նաեւ Տեր Հայր, կուզեմ խոսեք այն մասին, որ շատ ընտանիքներ հրաժարվում են հերթական երեխան ունենալուց եւ գնում են մանկասպանության, մտածելով, թե ինչպես պիտի պահեն այդ նոր ծնվող երեխային եւ այսպես մարդկային կյանքը ավելի քիչ է գնահատվում, քան եկամուտները, որոնք հնարավոր չէր բաշխել եւս մեկ ծնունդի վրա։ Այո, սա ագահության դրսևորման եւս մի եղանակ է, որը հասցնում է սեփական երեխայի սպանությանը, կամ թույլ չի տալիս ամուսնանալ, մարդը վստահ չէ իր վաղվա օրվա վրա, թե ինչպես պետք է ապրի, դա պատճառը նաեւ որ Աստծուն իր կյանքը չի վստահում, չի հանձնում։ Հիշենք ամենավառ օրինակ Աստվածաշնչից, դա Աննայի օրինակն է, Հովակիմի եւ Աննայի, Մարիամ Աստվածածնի ծնողների, ովքեր մինչեւ մոտ 70 տարեկան աղաչում եւ պաղատում էին Աստծուց երեխա ունենալ։ Իրենք ըստ էության զրկված էին այդ ամբողջ իրենց կյանքի ընթացքում երեխայի գուրգուրանքից, բայց չմտածեցին իրոք, բա 70 տարեկանում որ երեխա ունենանք, ով պետք է այս երեխային պահի եւ մեծացնի, չէ՞ որ մեր կյանքն է արդեն ավարտին մոտենում։ Եվ իրենք հանձնեցին իր խնամքը եկեղեցուն եւ հետո նոր իրենց մահկանացուն կնքեցին։ Ահա այս օրինակը, որ իրենք ոչ միայն չհուսահատվեցին եւ մինչեւ վերջ իրենց խնդրանք Աստծուն ներկայացնում են, այլ նաեւ վստահեցին իր հետագա կյանքը իր երեխայի Աստծուն։ Եվ մենք էլ պիտի կարողանանք այդ վստահությունը Աստծո հանդեպ մեր մեջ զարգացնենք, զորացնենք, հասկանանք, որ ամեն ինչ իր հսկողության տակ է եւ դրանից ելնելով կարողանանք զերծ մնալ բազմատեսակ մեղքերից։ Եվ նաև կուզեմ Պողոս Պատրիարք Ադրիանապոլսցու խոսքերը մեջ բերել, որ ասում է ագահությունը դրամի եւ ունեցվածքի անկարգ բաղձանքն է։ Ինչու է այս մեղքին ագահությանը հակադրվում ողորմածությունը, յուրաքանչյուր մահացու մեղքին հակադրվում է որևէ առաքինություն եւ այս պարագային ագահությանը հակադրվում է ողորմածությունը։ Ինչու եւ ինչպես հնարավոր է ագահությունը հաղթահարել ողորմածությամբ։ Իրապես այստեղ կարևոր է նախ եւ առաջ հավատքը մեր զորացնել առ Աստված եւ անհոգ վիճակից դուրս գալ, որովհետեւ բոլորս էլ այս կամ այն չափով այդ ագահությունը մեր մեջ կրում ենք, նույնիսկ Աստծուն հավատալով, եկեղեցի գնալով, մենք պետք է սթափվենք այդ անհոգ վիճակից դուրս գանք։ Անհոգ վիճակից դուրս գալով լցվենք մարդասիրությամբ, այն ցավով, որ կտեսնենք մեր շուրջը պատող մարդկանց խնդիրները, որ կտեսնենք ինչպիսի դժվարություններ են մարդիկ ապրում մեր շուրջը բնակվող, եւ դա մեզ ցավ պատճառելով կստիպի գնալ իրենց օգնելու, հասնելու։ Սկզբից դա անենք ոչ թե սիրուց ելնելով, սկզբից դա անենք պարզապես Աստծո պատվիրանը կատարելու համար։ Հետագայում, մի որ հաճախ կսկսենք օգնել նեղյալներին, մեր մեջ կզարգանա սերը իրենց նկատմամբ։ Այդ մարդասիրությունը միանգամից առաջ չի գալիս մարդու մեջ, այլ պետք է զարգանա, հասունանա։ Նախ պետք է կատարենք որպես պատվիրան Աստծո առաջ, որպեսզի ուղղվենք եւ հետո այն կփոխակերպվի սիրո մարդկանց նկատմամբ։ Մենք արդեն ցավ կապրենք իրենց յուրաքանչյուր խնդրով եւ կհասնենք եւ կօգնենք։ Այսինքն մարդ պետք է կարողանա զոհաբերի իրեն շրջապատող մարդկանց, ինչպես Քրիստոս իրեն զոհաբերեց բոլորիս համար։ Սրանում է կայանում բուն քրիստոնեությունը, եւ որ մենք պետք է մեր եսասիրությունից անցում կատարենք դեպի մարդասիրություն։ Եվ այնպես ինչպես ժլատությունը Տեր Հայր մարդուն ագահությունը նաև հեռացնում են մերձավորից եւ մերձավորին դարձնում են հեռավոր, ճիշտ այդպես երևի թե ողորմածությամբ այդ հեռավորը նորից մոտենում եւ դառնում է մերձավոր։ Այո, միանշանակ իրոք բարեպաշտ մարդիկ, ովքեր գալիս է օր այս աշխարհից հեռանալու, տեսնում ենք որքան իր ընկերները, հարազատները ողբում են իր մահվան կապակցությամբ, որովհետև
նա իրոք բարիք է իրենից բխեցրել իր ամբողջ կյանքի ընթացքում, եւ հակառակ տեսնում ենք ժլատներին, ովքեր հեռանալիս այս աշխարհից գրեթե արցունքներ չի թափվում մարդկանց կողմից, ամենաշատը մտերիմ ընտանիքի անդամների աչքերին կարող է արցունք երևալ։ Սա հենց հետևանք է նրան, որ մարդիկ իրենից բարություն, սեր, ջերմություն, մարդասիրություն չեն տեսել։ Միանշանակ, իհարկե, երբ մենք ապրում ենք Աստծո առջև բարեպաշտ կյանքով, մեր շուրջը հավաքվում են մարդիկ, մեր շուրջը հավաքվում են նրանք, ովքեր տեսնում են մեզանից բխող լույսը, եւ իրենք կամենում են այդ լույսի տակ լինել, եւ իրենք սովորում են մեզանից այդ բարությունը, եւ իրենք են սկսում դեպի մեզ լույս եւ բարություն բխեցնել։ Այսինքն այդ մարդասիրությունը վարակիչ բնույթ ունի նաեւ, մենք պետք է կարողանանք այդ բարի մեր վարքով վարակենք նաեւ մեր շրջապատող մարդկանց, որպեսզի իրենք էլ իրենց սխալ ուղիներից ուղղվեն եւ դառնան դեպի Աստված։ Գիտնականները հաստատում են, որ առողջության 80%-ը կախված է մարդու հոգեկան վիճակից։ Ավստրիայի գիտնական հոգեբանության եւ փսիխոսոմատիկայի մասնագետ Վոլֆգանգ Գրուբերը հետազոտություն է արել, որի արդյունքում հետազոտելով 2000 կամավոր մարդկանց 5 տարվա ընթացքում պարզել է, որ առողջության համար մի քանի վտանգավոր զգացմունքներ կան, որոնցից մեկն էլ ագահությունն է, եւ պարզել է, որ ագահ մարդկանց մոտ մեծամասամբ խանգարումներ է առաջանում մարսողության հետ կապված եւ ստամոքսի խնդիրներ են ունենում։ Նաև ողորմածությունից խոսեցինք, ըստ եկեղեցու հայրերի տերհայր, քանի որ մարդը եւ հոգի է եւ մարմին, ապա կարիք ունի հոգալու թե իր մարմնավոր եւ թե հոգեվոր կարիքները, եւ ողորմածությունը ըստ այդմ լինում է երկու բնույթի՝ հոգեվոր եւ մարմնավոր։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին իր գիրք հարցմանցում ասում է. ողորմությունը 14 կերպ է իրականանում, որոնցից 7-ը մարմնավոր են, 7-ը հոգևոր։ Մարմնավոր են սրանք՝ քաղցածներին կերակրելը, ծարավին ջուր տալը, մերկին հագցնելը, օտարներին ժողովելը, գերվածներին փրկելը, հիվանդներին այցելելը, մեռածներին թաղելը։ Առաջին 6-ը ավետարանն է սովորեցնում, 7-րդը Աստվածաշնչյան Տոբիթի գիրքը։ Հոգևոր ողորմություն է Տաթևացին համարել նախ հանցավորին ներելը, մեղավորին հանդիմանելը, տգետներին ուսուցանելը, երկմիտներին խրատելը, տրտմածներին մխիթարելը, ընկերոջ փրկության համար աղոթելը, համբերելը սեփական անձի դեմ գործած անիրավություններին։ Եվ այս վերջինը ողորմության գործ է ասում, որովհետև փափուկ եւ խոնար պատասխանը խորտակում է ընկերոջ բարկությունը եւ շահում նրան։ Փաստորեն ողորմածությունը շատերի համար ընդամենը իր գումարից մաս հատկացնելն է աղքատին, կարիքավորին, եւ սակայն տեսնում ենք, որ եկեղեցին բազմաթիվ տարատեսակներ է ողորմածության թվարկում։ Այո, միանշանակ նախ հենց բուն նյութական օգնությունը չպետք է ընկալենք դրամական միայն կերպով, պետք է ընկալենք բազմատեսակ ձևերով։ Մեկը ասենք անգլերենի ուսուցիչ է, կարող է չքավոր ընտանիքի երեխային անվճար անգլերեն ուսուցանել, պարտադիր չէ դա միայն դրամով արտահայտվի, կարող է մեկին Եվ եկեղեցում նման ուսուցումներ են անցկացվում անվճար։ Բնականաբար, եւ կարող է մի ձեր կնոջ խնամել առանց որևիցե շահի, դա Աստծո առաջ, կարող է նյութապես չկարողանա այդ տատիկին աջակցություն ցուցաբերել, ֆինանսապես նկատի ունեմ, այլ կարողանա իր ձեռքերով ֆիզիկապես իր խնամքը կիրառի, գործածի տվյալ անձնավորության նկատմամբ, եւ այդպես մարդկային մտածողության անսահման, կարելի ասել, ուղղություններում կարող ենք գտնել այդ ճանապարհները, ինչպես կարող ենք օգնել այս կամ այն մարդուն, այս կամ այն հարցում։ Եվ երկրորդ ամենակարևոր ողորմածության աղբյուրն է դա իհարկե հոգևոր ողորմածությունը, հոգևոր օգնությունը մարդուն։ Սա իհարկե միանշանակ այս բոլոր չափանիշները, որը թվարկեց մեր սիրելի Արաքսը Սուրբ Գրիգոր Տաթևացու գրվածքներից, նույն չափով բոլորին իհարկե չի վերաբերում, այսինքն եթե մարդը ունի որոշակի հոգևոր գիտելիքներ, բնականաբար խրատել, ուղղություն ցույց տալ մյուսներին չի կարող, բայց մխիթարել գոնե կարող է ծանր պահին մի ուղղություն ցույց տալ, աջակցել իրեն, կարող է ներել, կարող է համբերել, այս ամենը կարող է անել։ Եվ իհարկե որքանով շատանում է մեր գիտելիքները, կարողությունները, հնարավորությունները հոգևոր,
այնքան բնականաբար շատանում են մեր պարտականությունները հոգևոր օգնելու մյուսներին, հատկապես իհարկե դա հոգևորականների խնդիրն է խրատելու, ուղղություն ցույց տալու, մարդկանց մխիթարելու, աջակցելու կյանքի բոլոր հարցերում, բայց նաև միայն հոգևորականների գործողությունները բավական չեն, պետք է որ յուրաքանչյուրը իր չափով, իր ունակություններով կարողանա այդ հոգևոր բարիքը փոխանցել իրեն շրջապատող մարդկանց եւ սեփական վարքով օրինակ ծառայելով եւ մխիթարելով եւ ճիշտ ուղղություն քրիստոնեական սկզբունքներից ելնելով կյանքում բարի խորհուրդներ փոխանցելով ուրիշներին։ Տեր Հայր, մարդը կարող է հավատավոր մեկը լինել, այցելել կանոնավոր եկեղեցի, մասնակցել եկեղեցական համայնքային կյանքին եւ սակայն իր ներսում կրել այդ աղտը, այդ մեղքը, ագահությունը եւ ժողատությունը։ Դա հավատավոր մարդու դեպքում ինչպես կդրսևորվի եւ ինչ խորհուրդ կտակ, ինչ տարատեսակներով ի հայտ կգա եւ ինչպես խորհուրդ կտակ ճանաչել այդ տարատեսակները եւ դեմն առնել այդ ամենի։ Այստեղ բնականաբար մենք արդեն խոսեցինք, բերեցինք օրինակը այն մեծահարուստ երիտասարդի, ով եկեղեցու այն հին ուխտի բոլոր կանոններին ծանոթ էր, ձգտում ուներ բարեպաշտ կյանքով ապրել, բայց միակ իր թերությունը արգելափակեց իր մուտքը երկնային արքայություն, առաքյալ ստանալու կոչում ունենալու հնարավորությունը։ Ահա այս մասին թող մտածի այն անձը, ով իր մեջ կրում է այս կամ այն չափով այդ ագահությունը, կրում է այդ մահացու մեղքը իր սրտում հոգում եւ մտածի ձերբազատվելու մասին, որովհետեւ առանց այդ չարիքից ձերբազատվելու մենք հոգեվոր աճ, զարգացում, միություն Աստծո հետ կազմել չենք կարող։ Հիշենք, որ մարդը չի կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոննային։ Սա է, որ մենք պետք է վերջնականապես մեր մեջ վճիռ կայացնենք եւ կամ անցնենք դեպի Աստծո կողմ, կամ չարի կողմ։ Այսինքն այս վիճակը կարելի է գոլ անվանել, որը Քրիստոս ինքը դատապարտում է, որ մարդ ոչ Աստծունն է, ոչ սատանայինն է, միջանկյալ մի վիճակում է եւ մենք պետք է քանի դեռ ողջ ենք, քանի դեռ այս կյանքում ենք, քանի դեռ կարող ենք մեր կյանքը շտկենք եւ հետո մեր կյանքը ավարտենք երկնային պսակ ստանալով։ Տեր Հայր, նաեւ հաճախ հասարակության մեջ հարգված մարդիկ կան իրենց ունեցվածքով, կշիռ ունեցող մարդիկ, կարգավիճակ ունեցող մարդիկ մեծահարուստի, ովքեր ոչ ազնիվ ճանապարհով են ձեռք բերել իրենց ունեցվածքը կամ կասկածելի մոտ ճանապարհով են ձեռք բերել եւ արդյունքում շատերի շահագործման հետևանք է այդ միջոցների կուտակումը եւ այդպիսի մարդիկ հասարակության մեջ հանդես են երբեմն գալիս եւ կամ հաճախ բարերարի դիմակով եւ իրենց այդպես շորթած հսկայական միջոցներից մի չնչին մաս կամ որոշակի մաս հատկացնում են մարդկանց կարիքներին եւ այդ մասին նաեւ բարձրաձայնում են, թմբկահարում են եւ ինչու՞ չէ կարող է նաեւ շատ նպաստավոր այսպես ձեռնարկներ արվեն, ի ցույց դնելով մարդկանց։ Սա ինչի մասին է խոսում եւ սա ծածկում է ագահության, ընչաքաղցության այդ մեղքը, այսպիսի արարքները ծածկում են։ Բնականաբար, եթե մարդ իր բարեգործությունները կատարեր չցուցաբերելով, բոլորին ի հայտ չբերելով, չգովազդելով սեփական արարքները, ապա նման բարեգործությունները կծածկեին տվյալ անձի գործած որոշ չափով մեղքերը, կապված թե որքանով է նա այդ բարեգործությունը կատարում եւ որքանով անօրենություններ է ժամանակին գործել։ Բայց եթե մարդը դա ցուցադրաբար է անում, դա իրեն որևիցե հոգևոր բարիք տալ չի կարող։ Չի կարող, որովհետև ինչպես Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, նա արդեն իր վարձքը ստացել է, այսինքն գովազդն է, տվյալ գործողության վարձքը, որ մարդը հասարակության մեջ ինքն իրեն գովազդում է, ժողովրդի աչքում իրեն փորձում է բարձրացնել, եւ դա էլ հենց իր վարձքն է եւ բնականաբար Աստծոց այդ բարի գործերի համար նա վարձք սպասել չի կարող։ Ուստի իհարկե կոչ կանեի նաև այդ մեծ հնարավորություններ ունեցող մարդկանց իրենց ուղիները շտկել Աստծո առաջ, անհնարին չէ փրկվել նաև միլիարդներ ունեցող մարդուն, եթե իր կյանքը Աստծո առաջ շտկի, կառուցի աստվածահաճո կերպով իր ընթացքը, իր հնարավորությունները բարեպաշտ կերպով, աստվածահաճո կերպով ծառայեցնի Աստծուն, ապա
դա կբերի բարիք եւ իր հոգու համար եւ հասարակության մեջ իրապես մեծ օրինակ կծառայի ուրիշների համար։ Տեր հայր, ողորմածությունը ցանկացածին է վերաբերում, անկախ նրանից, թե ինչքան է տվյալ մարդու ունեցվածքը։ Այսինքն մարդ, որը գրեթե ոչինչ չունի եւ կամ աշխատանք չունի եւ նույնիսկ ինքն է ապրում ընտանիքի մեկ այլ անդամի միջոցների հաշվին, այդպիսին ինչպես ողորմածություն անի։ Ես արդեն ասացի, որ ողորմածությունը խոսեցինք մենք բոլորս միայն ֆինանսական կերպով չի արտահայտվում, այլ նաև ֆիզիկապես։ Այստեղ ի հայտ է գալի հոգևոր ողորմածության տարատեսակները։ Եվ հոգևոր ողորմածությունը եւ հոգեբանական աջակցությունը բազմատեսակ են բարի գործերի տեսակները։ Բարի գործերը տարբեր ձևով են արտահայտվում եւ մարդը կարող է այդ բարի գործերը անել ֆինանսապես ոչ մի հնարավորություն չունենալով։ Բնականաբար Աստված կդիտի այն ողորմածություն, իսկ այն ժամանակ, երբ մարդ հնարավորությունները չունենալով այնուամենայնիվ որոշակի գումարային աջակցություն է ցուցաբերում նեղյալներին, այդ դեպքում հիշենք այն աղքատ կնոջ տված 2 գրոշը, 2 ուրուշը, որ նա տվեց տաճարին եւ Քրիստոս դիտեց, որ դա մեծագույն ընծայաբերումն էր այս բոլոր ընծայաբերումների մեջ, ըստ էության, որովհետեւ այդ մարդը իր չունեցած տեղից տվեց եւ դա ավելի գնահատելի է Աստծո առաջ, այդպես էլ մենք չհամաչենք, եւ որ ստիպված եք լինում թեկուզ 20 դրամով մեկին օգնել նեղ վիճակում գտնվողին, ինքներս նեղ վիճակում գտնվելով հասկանանք, որ Աստված դա գնահատում է առավել, քան այն մարդու տված բարիքը, ով ունենալով խոշոր մեծ գումարներ եւ իր ավելցուկից մի բարի գործ է կատարում ըստ էության։ Եվ նաև հիշենք հին ուխտում Եղիա մարգարեին հանդիպած այն այրի կնոջը, որը իր կերակրատաշտակից վերջին մնացորդը տվեց կերակրելու համար մարգարեին եւ արդյունքում կորցրեց իր որդուն, եւ սակայն Եղիա մարգարեն հարություն տվեց նաև այդ որդուն։ Այո, այստեղ երևաց այն Աստծո ողորմածությունը, որ այդ փոքրիկ կերակրի դիմաց, որ նա չափսոսեց իր վերջինը, Աստված տվեց իրեն մեծագույն պարգև, վերադարձրեց իր որդուն։ Ահա մենք եթե այդ աստիճանի չենք կարող հասնել մեր հոգևոր բարձունքի, որ ոչինչ չափսոսենք հասնելու օգնելու մերձավորին, գոնե կարողանանք մեր կյանքը այնպես կառուցել, որ չարիք չգործենք մեր աշխատանքի եւ այլ կյանքի դրվագներում մյուսների նկատմամբ, աշխատենք օգնել հասնել բոլոր նրանց, ովքեր մեզ շրջապատում են, գոնե այսքանով հայտնվենք բարեպաշտ մարդու կեցվածքի մեջ, սահմանների մեջ։ Սուրբ Հովան Ոսկեբերյանը ասում է, որ ողորմություն տվողի ձեռք մեկնողը աղքատ մուրացկանն է, բայց ողորմությունն առնողը Աստված։ Աղքատը, եթե նա նույնիսկ մեծագույն մեղավոր է, տուր նրան եւ մի հիշիր նրա մեղքերը։ Այսօր է ժամը մարդասիրության եւ ողորմության, այլ ոչ դատելու եւ դատաստանի խստության։ Նա ուզում է ուտել, եթե ցանկանում ես տուր նրան, եթե չես ցանկանում հրաժարվիր առանց քննելու, թե ինչու է նա աղքատ եւ դժբախտ։ Ես սակայն հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր հրաժարվում են մուրացկանին մի քանի գրոշ տալ, որից ոչ իրենք կաղքատանան, ոչ էլ այդ աղքատը մուրացկանը կհարստանա, պատճառաբանելով, որ իրականում այդ մարդիկ պորտաբույծ կերպով ավելի շատ միջոցներ ունեն, ավելի շատ գումար են հայթայթում, քան գուցե իրենք աշխատավարձով։ Ինչ կասեք։ Եվ հրաժարվում են տալ մուրացկանին։ Եթե քննենք բոլոր աղքատների կյանքը, ապա կգանք այն եզրակացության, որ ոչ մեկին էլ դրամ պետք չէ տալ։ Որովհետև բոլորն էլ ըստ էության հայտնում են այդ վիճակում իրենց սեփական խելքից եւ ծուլությունից, սխալ գործողություններից, ասենք հարաբերություններից մարդկանց նկատմամբ։ Այդ ամենը բերում հասցնում է մարդուն իր սեփական անմտության պատճառով այդպիսի ծանր վիճակի։ Բայց եթե այդպես ինչպես ասացի դիտենք, մենք ոչ մեկին չպետք է օգնենք, այլ գովազդենք հաջողակ մարդկանց, ովքեր մեծագույն նյութական բարձունքների են հասել այս աշխարհում, դիտելով իրենց որպես աշխատասեր եւ խելացի անձնավորությունների։ Բայց սիրելի բարեկամներ, մենք պետք է դիտենք նեղյալին որպես փոստատարի, ով մեր գումարները կտեղափոխի երկնային բանկ բարձր տոկոսներով
Եվ դրա համար պետք է այդ ավանդը ներդնենք մեր երկնային արքայությունում գանձեր կուտակելու համար։ Չքննենք իր անձը, թողենք դա Աստծուն։ Եթե նա խնդրում է, ուրեմն իրոք կարիքի մեջ է, որ խնդրում է։ Եթե նա դրամի կարիք չունենար, նա չէր խնդրի երբևիցե։ Եվ մի շատ գեղեցիկ պատմություն կա հայրերից ավանդված, որ մի մարդ գնում է մի վանականի ճգնավորի մոտ, ցնցոտիավոր վերջին ուղակի վերարկուն ունեցող մեկի, եւ իրեն ասում է, որ եթե այսօր իր երեխային կերակուր չհասցնի, երեխան կմեռնի։ Եվ վանականը ոչինչ չունենալով տալիս է իր այդ վերջին վերարկուն, որով պատասպարվում էր ցրտից, եւ հետո որոշ ժամանակ անց անցնելով շուկայով տեսնում է, որ այդ մարդը նստած է մի քանի հարբեցողների հետ եւ տեսնելով անցնող վանականին ասում է. «Ահա այս հիմար վանականից այն օրը ես վերարկուն վերցրեցի եւ այդ գումարը ծախսեցի խմիչք ձեռք բերելու վրա»։ Եվ վանականը գալիս է, ընկնում է Աստծո առաջ եւ լաց է լինում, թե ինչու Աստված այդպես եղավ, եւ Տերը նրան պատասխանում է. «Անհոգ եղիր, այդ վերարկուն ինձ մոտ է»։ Սա ինչ է նշանակում, ինչ է առակը ցույց տալիս։ Այսինքն տվյալ պարագայում Աստված դիտում է մարդու սիրտը, որ նա պատրաստ էր իր վերջին վերարկուն տալ նեղված մարդուն, եւ դա գնահատելով Աստված իր համար պատրաստեց երկնքում գանձեր, առանց հաշվի առնելու, որ տվյալ անձնավորությունը խաբում է վանականին։ Այսինքն դիտելով սիրտը իր բարի կամեցողությունը, նա վարձատրեց այդ վանականին։ Բայց սիրելի բարեկամներ, այս հարցում մենք իհարկե կյանքում պետք է լինենք ավելի ուշադիր այն առումով, երբ տեսնում ենք հարբեցող անձնավորությանը, ով գալիս է դրամ է խնդրում, խելացի գտնվենք եւ դրամի փոխարեն իրեն ասենք կերակուր տանք, որպեսզի նա չունենա հնարավորություն այն վերածելու խմիչքի կամ թմրանյութի, այսինքն այնպես օգնենք, որ դա ինքը կարողանա օգտագործել իր համար որպես սնունդ կամ որպես հագուստ եւ ոչ մի կերպ իր իհարկե վատ սովորություններին չծառայեցնի։ Դրա համար մեզ Աստված խելք է տվել, որպեսզի մենք կարողանանք ճիշտ կողմնորոշվել նման դեպքերում։ Տեր հայր, ձեզ հարցեր կան ուղղված, անդրադառնանք դրանց։ Ունկնդիրը հարցնում է. ինչպիսին է հայ առաքելական եկեղեցու վերաբերմունքը խանդ երևույթին։ Խանդը ըստ էության իր մեջ կրում է եւ դրական եւ բացասական չափանիշներ, երևույթներ։ Խանդը այս կամ այն չափով բնական է մարդու մեջ, բայց երբ հասնում է ծայրահեղության, վերածվում է չարիքի։ Իրապես Աստված ինքն էլ մեր հանդեպ խանդոտ է, երբ մարդիկ գնում են այլ աստվածների ետևից, նա խանդում է, ցավ է ապրում, որ իր մոտ չեն գալիս։ Բայց երբ որ ընտանիքում այդ խանդը վերածվում է հիվանդագին երևույթի, երբ որ անհիմն խանդ է դրսևորվում մեկը մյուսի նկատմամբ ամուսինների միջև, ապա սա արդեն չարիքի է վերածվում եւ այդ աստիճանի անվստահություն չպետք է լինի միմյանց նկատմամբ, մարդ պետք է խելամիտ գտնվի եւ ըստ էության ձերբազատվի այդ չափազանց կասկածամտությունից Ինչպես ձերբազատվի։ Միանշանակ Աստծուն աղոթելով, խնդրելով, որպեսզի այդ չարիքից ազատվի եւ փորձի քննել տվյալ անձին, ինչին է այդ մարդը ընդունակ, որպեսզի ձեռք բերի իրատեսություն։ Բոլոր մարդիկ ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը։ Մարդը կարող է այս հարցում ճիշտ վարվել, այն հարցում սխալ վարվել։ Եվ այս ամենը հաշվի առնելով ճիշտ մոտեցում ցուցաբերենք տվյալ անձի նկատմամբ։ Ոչ թե կուրորեն շարունակենք ամեն հարցում խանդել, կասկածել։ Սա իհարկե հիվանդություն է։ Հիվանդություն է եւ մենք պետք է հնարավորինս ձերբազատվենք այդ աստիճանի չհասցնելով։ Ես իհարկե ուրախ եմ, որ այս տեսակի չարիքը հաճախ չէ, որ պատահում է հասարակության մեջ, բայց այնուամենայնիվ հանդիպում են նման դեպքեր, որոնք իրոք ցավ են պատճառում, որովհետև դա ընտանեկան անդորին մեծագույն վնաս է հասցնում։ Ինչպես է եկեղեցին վերաբերվում պլաստիկ վիրահատություններին։ Ըստ էության հիմնականում ոչ բոլոր դեպքերում կարող ենք համարել պլաստիկ վիրահատությունը որպես մեղք, որովհետև մարդուն Աստված տալիս է այս կամ այն կերպարանքը եւ մարդ պետք է խոնարհաբար այն ընդունի։
եւ որ նա որոշում է իրեն ձևափոխել, նա հակառակվում է Աստծուն։ Տարբեր տեսակի այդպիսի ձևափոխություններ են լինում, բայց ըստ էության այս բոլոր դեպքերում հակառակությունն է Աստծո հանդեպ։ Երբեմն էլ ոմանք պլաստիկ վիրաբուժության են դիմում ծերանալու կապակցությամբ, սա նույնպես մեղք է Աստծո դեմ։ Եթե Աստված կարգել է, որ մարդ այսքան տարի պետք է ապրի, պետք է մեծանա եւ ծերանա, ուրեմն մարդ խոնարհաբար այս ամենը պետք է ընդունի։ Բայց բացառություն են կազմում այն դեպքերը, երբ մարդ այս կամ այն տեսակի վթարի է ենթարկվել, հրդեհի է ենթարկվել եւ կարիք ունի պլաստիկ վիրաբուժության, սրանք ուրիշ դեպքեր են, որոնք բնականաբար բժշկության անբաժանելի մասը կարելի է համարել, որոնք եւ ընդունելի է եկեղեցու կողմից, բայց այն բոլոր օրինակները, երբ մարդ փորձում է պայքարել իր կերպարանքի հետ, ձևափոխել այն, որը ինքը չի ստեղծել, այլ Աստծուց է ստացել, դա ըստ էության միանշանակ մեղք եմ համարում եւ դատապարտելի երևույթ եմ դիտում։ Հիմնականում այս հարցը հուզում է կանանց, աղջիկներին, որտեղ նրանք են հիմնականում ենթարկում իրենց պլաստիկ վիրահատությունների եւ հիմնական ըստ երևույթին պատճառաբանությունն այն է, որ տղամարդիկ սիրում են գեղեցիկ կանանց, ամեն դեպքում ընդգծված տգեղ դիմագծեր կամ քիթ եւ այլն, չմանրամասնենք, այդպիսի կանանց տղամարդիկ չեն գնահատում, չեն նկատում եւ այդպիսի կանայք իրենց արտաքինի պատճառով հաճախ ավարտում են իրենց կյանքը մենակությամբ եւ դա է իրենց ստիպում, որպեսզի օգտվեն այդ հնարավորությունից։ Ինչ կասեք։ Իրականությունը ցույց է տալի բոլորովին հակառակը։ Մենք հաճախ կարող ենք հանդիպել գեղեցիկ եւ դժբախտ կանանց եւ հաճախ կարող ենք նկատել համեմատաբար ավելի տգեղ, բայց երջանիկ կանանց։ Կամ աննկատ։ Եվ ինչից է դա գալիս մարդու ներքին աշխարհից, որի հետևանքով իր կյանքը այս կամ այն կերպով դրսևորվել է, ձևավորվել է, մարդը կարող է հարուստ հոգի ունենալ եւ դրանով գրավի բազմաթիվ տղամարդկանց այդ կինը եւ իրենց կյանքի մասը կազմի, չէ՞ որ տղամարդիկ նախ եւ առաջ չեն մտածում, որ իրենց կինը առաջի հերթին գեղեցիկ լինի, մտածում են, որ լինի ընտանիքին նվիրված անձնավորություն, երեխաներին խնամող, ամուսնուն սիրող, աշխատասեր մի անձնավորություն, խաղաղ, հետաքրքիր անձնավորություն եւ այս բոլորը կողմերը դնելով մի կողմ եւ մտածել զուտ արտաքինի մասին, ինչպես մենք ուղենք մեր արտաքին կողմը, դա դեռ չի նշանակում, որ մարդուն կբերի երջանկության։ Ես ամբողջ կյանքում հավատքի մեջ եմ ապրել, սակայն այժմ կործանման եզրին եմ կանգնած եւ այլևս չեմ կարողանում պայքարել, իմ մեջ ուժ եւ հավատք չեմ գտնում վերականգնելու համար փշրված հոգեվիճակս։ Ինչ խորհուրդ կտաք այս դեպքում անել։ Այստեղ, որպեսզի ավելի հստակ կարողանայի խորհուրդ տալ, պետք է հասկանայինք ինչ կոնկրետ։ Պետք է հասկանայի, այո, պատճառները ինչպիսին են, որոնք ձեզ հասցրել են այսպիսի վիճակի, բայց այնուամենայնիվ կոչ կանեմ ձեզ թողնել ամեն բան, այդ անվստահությունը, հուսահատությունը, որովհետև դրանք բոլորը սատանայի գործիքներն են մեր դեմ ուղղված, հասցնելու մեզ հուսահատության գիրկը եւ հեռացնելու Աստծուց։ Մենք պետք է կանգնենք, թոթափենք ամեն ինչ եւ գնանք եկեղեցի եւ սրտանց առաստված աղոթք բարձրացնենք, սրտանց մասնակցենք պատարագի, փորձենք մենք կրկին վերածնունդ ապրել, թոթափելով այդ բոլոր խնդիրները, որոնք հոգու մեջ մեր կուտակվել են սատանայի ներգործության պատճառով։ Սթափվենք, կրկին միավորվենք Աստծու հետ։ Ձեր հետ կատարվածը մի յուրահատուկ երևույթ չէ, հաճախ նման երևույթներ կարող ենք տեսնել եւ մենք պետք է այստեղ Աստծո հանդեպ մեր հույսը, հավատքը չկորցնենք։ Հասկանանք, որ ինչ որ մեր կյանքում պատահում է, բոլորը մեր օգտին է ծառայում։ Նեղություններ են պատահում, ուրեմն դա մեր հոգու դաստիարակության խնամքի համար են։ Մենք պետք է ուղղվենք ուրեմն, ինչպես հայրը իր երեխային է դաստիարակում պատժելով երբեմն, այդպես էլ Աստված մեզ է դաստիարակում, որպեսզի շտկի մեր սխալները։ Ուրեմն մենք Աստծուց պետք է գոհություն հայտնենք ոչ միայն այն բարիքների համար, որ մեզ տալիս է,
այլ նաև պետք է գոհություն հայտնենք, որքան էլ զարմանալի թվա նաև նեղությունների համար, որովհետև այդ նեղությունները ծառայում են մեր հոգու զարգացմանը, հոգու փրկությանը, եւ երբեք չընկնենք հուսահատության գիրկը, այլ Աստծոց ամուր բռնվելով, գոհություն հայտնելով, փառք տանք Աստծուն, ներողություն խնդրենք մեր սխալների հետ եւ կրկին վերամիավորվենք Աստծո հետ։ Հաջորդ հարցը Սուրբ Բարսեղ Կեսարացին իր գրվածքներից մեկում ասում է, որ եպիսկոպոսներին պետք է ընդունել ինչպես Քրիստոսին, սակայն Մաշալյան եպիսկոպոսի քարոզներին շատ քիչ հոգևորականներ են ներկա լինում։ Արդյոք մեր հավատացյալներն ունեն նման մոտեցում մեր հոգևորականների հանդեպ։ Սիրելի բարեկամներ, սա եպիսկոպոսի քարոզները ուղղված են բոլորին, եւ այսօր սա եպիսկոպոսի սրբազանի քարոզները զետեղված են նաեւ ինտերնետում եւ բնականաբար յուրաքանչյուր հոգեորական եւ յուրաքանչյուր հավատացյալ ի վիճակի է համակարգչի միջոցով դիտել այդ քարոզները եւ այսօրվա պայմաններում պարտադիր չէ բոլոր գործերը թողնել եւ գնալ նստել անմիջապես այնտեղ, որտեղ քարոզը կատարվում է, առավել եւս դա վերաբերում է հոգեորականներին, որոնք խիստ զբաղված են իրենց ծառայության մատուցմամբ իրենց ժողովրդին, բնականաբար ի վիճակի չեն այդ բոլոր միջոցառումներին ներկա լինել ֆիզիկապես, բայց կարող են այդ բոլոր քարոզները դիտել համակարգչի միջոցով եւ այդ հոգեվոր դրականը ստանալ իրենից, ինչ որ նա մեզ փորձում է բոլորիս փոխանցել։ Հոգևոր զրույցների եթերում Տերզգոն Քահանա Աբրահամյանն էր եւ մենք այսօր զրուցում էինք 7 մահացու մեղքերից, ագահությունից եւ նրան հակադրվող առաքինությունից, ողորմածությունից։ Այսօրվա հաղորդման կրկնությանը կարող եք հետևել շաբաթօրը առավոտյան ժամը 10-ին, նաև Վեմ ռադիոկայանի vem.am կայքի հոգևոր զրույցներ բաժնում։ Օրհնյա Տեր հայր։ Աստված օրհնի։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաքս Պողոսյանը։